Բարոս ելիքոր եղբայրներ ջան, եկեք կարևոր մի թեմայի շուրջ խոսենք՝ քրիստոնեական խոնարհություն։ Քրիստոնեական խոնարհություն ես օգտագործում եմ ընդհանուր բառ քրիստոնեական բառասկզբում դնելով, որովհետև Քրիստոսի տեղական եկեղեցու մեջ հավատացյալների կյանքում կարող արտահայտվի Քրիստոսի մեջ խոնարհություն եւ Քրիստոսից դուրս խոնարհություն, որոնց դրանց տարբերությունը մեր ընդհանուր թեմայի մեջ մենք ավելի խորասա կտեսնենք։ Քրիստոսից դուրս դա բնական մարդու հասկացողությունից արտադրված խոնարհությունն է, կապված կամ ազդված պարագաներից, եթե պարագաները ստիպում են, ինքը կարող խոնարհություն ցուցաբերի, այսինքն այն ավելի արտահայտություն է, քան թե մտածելակերպ։ Իսկ Քրիստոսի մեջ խոնարհությունը ավելի ասուետ ունեցած հարաբերության, նրա վերստին ծնունդի բնության օղակներում Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելով կամ Աստծո արտադրած խոնարհությունն է, որը ոչ թե ուղակի պարագաների հետ է կապված, կապ չունի թե ինչպիսին են պարագաները, անձը այդ խոնարհությունը ցուցաբերում է, որովհետև նրա մտածելակերպն է Քրիստոսի նման։ Այսինքն իր կյանքի տեսանկյունն է փոխված եւ այդ վերստին ծնունդի բնության օղակներում նրա համար բնական դարձած հատկություն է, ոչ թե ուղակի մի հատկություն, որը եթե պետք է կցուցաբերի, եթե ոչ, սա Քրիստոսի մեջ եղած խոնարհությունն է։ Ուրեմն սա շատ կարևոր է, որովհետև ընդհանուր առմամբ այս խոնարհության բացակայությունը, ի նկատի ունեմ Քրիստոսի մեջ խոնարհության բացակայությունը, ըստ Պողոս առաքյալի, եթե մենք հիմա անդրադառնանք Ֆիլիպեցիս թուղթն եմ ես ընտրել, որտեղ նա յուրահատուկ հատկություններ ունի այդ թուղթը, այս առումով ըստ Պողոս առաքյալի հենց ինքը հանդիսանում է գլխավոր արգելքը եկեղեցիների միաբանության կամ միասնական պակասության պատճառը։ Այսինքն եկեղեցիների միաբանությունը, նրանց պտղաբերությունը, որը արգելակվում է այդ միասնականությունը չունենալու պատճառով, դա հենց այդ խոնարհության պակասն է։ Եվ մենք կանադառնանք այս խոնարհության որոշ կարևոր սկզբունքների, ինչպես է այն արտահայտվում, ինչպես մենք կարանք զանազանենք իրականում Քրիստոսի մեջ եղած խոնարհությունը մարդկային խոնարհությունից, Քրիստոսից դուրս եղած խոնարհությունից։ Ինչպես ես ասացի, ընտրել եմ Ֆիլիպեցիս թուղթը։ Ֆիլիպեցիս թուղթը յուրահատուկ թուղթ է, այն աստվածաբանական թղթերից է, ուղղված եկեղեցուն Ֆիլիպեցի, բայց այս թղթի մեջ առավել ոչ թե Պողոս առաքյալը արտահայտում է թեորիկ աստվածաբանությունը Քրիստոսի հետ կապված փրկagorության, այլ այն պրակտիկ թուղթ է, այն ավելի ցույցատարի Պողոս առաքյալի հարաբերությունը կոնկրետ եկեղեցուն, նրա զգուշացումը, նրա հորդորանքը, քաջալերանքը կոնկրետ այդ եկեղեցուն, նրա հարաբերություն ինչպիսի հարաբերություն ինք այդ եկեղեցու հավատացյալ։ Ամեն դեպքում, երբ որ մենք ասում ենք եկեղեցի բառը, եկեք միանշանակ հասկանանք, որ այն ունի 3 կարևոր նշանակություն։ Եկեղեցի առաջինը ինչի վերաբերվում եկեղեցաշենքին, այն մարդիկ են Քրիստոսի մեջ վերստին ծնունդ ունեցող, այն Քրիստոսի աշակերտներն են կամ Քրիստոսին հետևողները, որոնք նմանվում են process-ի մեջ Քրիստոսին, եւ ավելի այն երկնքի քաղաքացիներն են երկրի վրա։ Այսինքն այս 3 կոնցեպտով մենք կարող հասկանանք եկեղեցին կարող, այսինքն եկեղեցին կապ չունի շենքի հետ։ Եվ այս թղթի մեջ առավել արտահայտված է թե Պողոս առաքյալը ինչ հարաբերություն կամ ինչ ապրումներ ունի դեպի եկեղեցին։ Ընդհանուր թուղթը, Ֆիլիպեցիս թուղթը ինքը աստվածաբանության մեջ կոչված է մտերիմ նամակ կամ սրտից սիրտ նամակ, որովհետև այս թղթի մեջ կան հատվածներ, որտեղ արտահայտվում է թե Պողոս առաքյալը ընդհանրապես Քրիստոսի եկեղեցին, որը մեկ այլ հատվածում, մեկ այլ թղթերի մեջ ինքը շեշտում է, որ ես անպակաս ցավ եմ քաշում մինչև որ այսինքն կամ կարծես անդրադառնում է որպես ծնող հայր Քրիստոսի մեջ նրանց ավետարանով ծնող, այսինքն նրա միջոցով քարոզվող եւ այդ նրա քարոզի այդ Քրիստոսի ավետարանի միջոցով եկեղեցին ձևավորվող եւ ինչպիսի հարաբերություն եւ ինքը անդադար մտածում այդ եկեղեցիների մասին, շրջում է ճանապարհորդություններով եւ գալիս ամեն անգամ այդ եկեղեցիները, որպեսզի նրանց մի շնորհք հաղորդի հոգեոր հասկացության համար։ Եվ այս առումով օրինակ Գաղատացիս թղթում Պողոս առաքյալն անդրադառնում է թե 4 գլխի 19 համարում ասում է իմ որդյակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցավով, արդեն նրանք ծնվել են, վերստին ծնունդ ունեն, բայց առաքյալն ասում է կրկին ծնում եմ ցավով, ինչի մինչև որ Քրիստոսը կերպարանվի ձեզանում։ Այսինքն նրա նպատակն էր, որպեսզի Քրիստոսը հավատացյալի կյանք գա։ Դա համար ես շեշտեցի կա խոնարհություն Քրիստոսի մեջ եւ կա խոնարհություն Քրիստոսից դուրս։ Անձը կարող լինի եկեղեցու մեջ, անձը կարող լինի խոսի Քրիստոսի մասին, անձը կարող ասի, որ ինքը ճանաչում է Քրիստոսին, բայց խնդիրը նա է, որ Քրիստոսը իրան չի ճանաչում։ Այսինքն անձը կարող ներկայացնի, թե ինքը ինչ է անում Քրիստոսի համար, բայց երբեք չի խոսում, թե ինչ արե Քրիստոսը իր համար։
Տեսեք, սա շատ կարևոր, օրինակ, եթե դուք հիշում եք Մատթեոս ավետարանում, երբ որ Հիսուսն ասեց, այն ժամանակ ինձ կասեն Տեր, Տեր, ինչ եմ ես ասում, որպեսզի առավել մենք զանազանենք ինչ իմաստն է խոսքը։ Տեր, Տեր, չէ որ քո անունով սա արեցինք, նա արեցինք։ Տեսեք, նրանք չեն ասում Տեր, Տեր, չէ որ քո միջոցով մեր կյանք եկավ համբերությունը, զսպվածությունը, ուրախությունը, խաղաղությունը, այսինքն Սուրբ Հոգու պտուղները, այլ նրանք միշտ խոսում են, թե ինչ արեցին իրենք Քրիստոսի համար։ Իսկ վերստին ծնված անձը իրականում միշտ խոսում է, թե ինչ արեց Քրիստոսը իր համար եւ ինչ է անում անդադար։ Այդ որտեղ ինքը սրբացման ընթացքի մեջ է եւ ինքը իր կյանքում հրաշքը հենց նա է, որ Քրիստոսը այդ իր անձը փոխում է։ Սա ամենակարևորն է։ Ուրեմն ընդհանուր առմամբ Ֆիլիպեցիս թղթի մեջ ես հենց սա եմ ուզում, որ մենք տեսնենք, թե որքանով է Քրիստոսի մտածելակերպը մեր կյանքում արտահայտվում խոնարհության միջոցով եւ ինչի նկատի ունենք Քրիստոսի մտածելակերպ։ Այդ ինչ խոնարհություն, այդ ինչ արտահայտման կերպ է, որը Քրիստոսի մտածելակերպի հետ է կապված։ Ամեն թղթերում սա կտեսնեք, օրինակ այս նամակում Ֆիլիպեցիս առաջի գլխից հենց արդեն կտեսնեք յուրահատկություն այդ մտերմության։ Օրինակ առաջի 8 համարում առաքյալը նույնիսկ երթում է բերում, ասում է վկայում եմ ձեզ, որ ես Քրիստոսի սիրով սիրում եմ ձեզ, անպակաս գութ ունեմ Քրիստոսով, այսինքն Քրիստոսի սիրով եմ ձեզ սիրում։ Ուշադիրն եք, Քրիստոսի սիրով։ Դրա համար առաքյալը շատ հաճախ ասում է ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է իմ մեջ ապրում։ Սրանք հասարակ բառեր չեն սերնես։ Օրինակ Պողոս առաքյալի աստվածաբանական տերմիններից է Քրիստոսի մեջ, Ադամի մեջ։ Ինչ է սա նշանակում։ Քրիստոսի մեջ նշանակում է Քրիստոսի հատկությունները արտահայտող Քրիստոսը արդեն ձևավորվում է այդ անձի մեջ։ Քրիստոսի մեջ եւ Պողոս առաքյալի հասկացողության մեջ, եթե մի անձ, խնդրում եմ սա ուշադիր լսեք, եթե մի անձ գտնվում է Քրիստոսի մեջ, Պողոսը շեշտում է, որ արդեն Քրիստոսն է գալի այդ անձի մեջ։ Քրիստոսի մեջ դա վերստին ծնունդն է, մեկ ակնթարթում, երբ որ անձը ապրում այդ մետանոյ ապաշխարությունը, ընդունում է Քրիստոսին Տեր եւ Փրկիչ, բայց դա չի նշանակում, որ արդեն Քրիստոսը ամբողջությամբ այդ անձի մեջ է իր մտածելակերպով։ Բայց ըստ Պողոս առաքյալի, երբ որ անձը Քրիստոսի մեջ է գալի, այդ օրվանից սկսում է process-ը, որ Քրիստոսն է գալի այդ անձի մեջ։ Այսինքն Քրիստոսը սկսում է այդ անձի կյանքում ավելի արտահայտվել։ Իհարկե առաջնային Քրիստոսի մտածելակերպն է գալի այդ մարդու եւ փոխվում այդ մարդու տեսանկյունը կյանքի նկատմամբ, նա ձեռք է բերում Քրիստոսի տեսանկյունը կյանքի նկատմամբ բոլոր ոլորտների։ Ուրեմն առաջի նաև առաջի 1:7 համարում առաքյալը շեշտում է ձեզ իմ սրտի մեջ ունեմ։ Սրանք շատ կարևոր սկզբունքներ է, կամ 4-րդ գլխի առաջի համարում իմ սիրելի եւ բաղձալի եղբայր։ Տեսեք, Պողոս առաքյալը նամակ է գրում Բերթից։ Հռոմում ինքը բանտարկված է ավետարանը քարոզելու համար։ Եվ հետաքրքիր է, որ հենց այս պարագաներն են նպաստում, որպեսզի մենք ավելի արտահայտված տեսնենք Պողոս առաքյալի հարաբերությունը հավատացյալների նկատմամբ։ Երբ որ դուք նամակը գրում եք բանտից, կապանքների մեջ շղթայված, եւ երբ որ դուք նամակ եք գրում հիվանդանոցից, վերակենդանացման բաժնից, եւ տարբերություն կա, որ նամակ եք գրում հավայան կղզիներում հանգստավայրից։ Այդ հանգստավայրի մեջ առավել չի արտահայտվում ձեր ներքին ապրումները, ավելի ձեր անձի գովազդը կարա լինի, բայց իրականում բանտից, նեղության միջից կամ այն վերակենդանացման բաժնից ուղղված նամակը առավել ցույց է տալի ձեր իրական ներքին ապրումները, ձեր կյանքի նկատմամբ ունեցած տեսանկյունը։ Այն կարծես թե Պողոս առաքյալի ապրումները ջրի երես է հանում։ Դրա համար այս նամակի մեջ, այս նամակը ընտրեցի, որպեսզի առավել տեսնենք, թե քրիստոնեական խոնարհությունը ինչ սկզբունք ունի, նրա անտոլոգիա, նրա բնությունը, Քրիստոսի մեջ եղած խոնարհության։ Եվ իմիջիալոց Քրիստոսի մեջ եղած խոնարհությունը առաքյալը ներկայացնում է որպես գլխավոր մղիչ ուժ ավետարանը տարածելու եւ Քրիստոսի մեջ եղած խոնարհության պակասը կամ բացակայությունն է, որ հանդիսանում է ավետարանը տարածելու եւ եկեղեցին քրիստոսյանը փառավորելու գլխավոր արգելք կամ եկեղեցու միաբանության արգելքը։ Այսինքն եթե չկա միաբանություն, սա նշանակում է հավատացյալների կյանքում բացակայում է Քրիստոսի խոնարհությունը։ Սա ըստ Պողոս առաքյալի, մի քիչ մենք սա կտեսնենք։ Մի փոքր եկեք ես ներկայացնեմ ընդհանուր համատեքստը Ֆիլիպեցիս եկեղեցու, որպեսզի ավելի մեզ համար պարզ լինի։ Տեսեք, ընդհանուր Պողոս առաքյալը Ֆիլիպեցիս եկեղեցին դիտարկում է արդեն պատրաստ ավետարանը տարածելու մեջ եւ ինքը հենց առաջի գլխի առաջի համարներից այս մասին խոսում է, որ դուք իմ հետ հաղորդ եղաք ավետարանի տարածման։
Եվ առավել, տեսեք, ինքը արդեն գոհունակություն մատուցանելուց, ասում է, ձեզ ամեն ժամանակ գոհունակություն եմ տալի Աստծուն, ամեն ժամանակ ձեզ հիշելուց, օրինակ, եթե ես կընթերցեմ, տեսեք երկրորդ համարի շնորհ կնի ձեզ հետ եւ խաղաղություն Աստված մեր Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից, գոհանում եմ իմ Աստվածանից ամեն ժամանակ, որ ձեզ հիշում եմ, որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներում ձեր ամենի համար աղոթք եմ անում ուրախությունով, ձեր ավետարանին հաղորդ լինելու համար այն առաջի օրից մինչև հիմա, դուք ավետարանին հաղորդ եղաք։ Ըստ Պողոս առաքյալի, ավետարանը ոչ միայն Քրիստոսի մասին լուրն է, այլ ավետարանին հաղորդ եղող անձը Քրիստոսի հատկություններին է հաղորդ։ Դրա համար ես շեշտեցի, տեսեք, այսինքն ոչ թե անձը Քրիստոսի մասին է խոսում, այլ Քրիստոսի հատկությունն է արտահայտում։ Ավելի հաղորդ լինել, ավելի կապած ըստ Պողոս առաքյալի սրա հետ, ոչ թե ուղղակի Քրիստոսի մասին տեղեկություն է հայտնում, այլ հենց Քրիստոսին է իր անձով հայտնում։ Սա շատ կարևոր է, իհարկե անպայման նաև դավանությունը Քրիստոսի։ Բայց տեսեք, մի կարևոր սկզբունք, որովհետև ընդհանրապես վերստին ծնված անձի կյանքում երկու պտուղ կա, մենք մեկ այլ ձայնագրության մեջ այս մասին խոսել ենք, շատ կարևոր է, եւ եթե մեկը մեկից բացակայ է, խնդիրը այստեղ է։ Մենք ընդհանրապես եւ մեր կյանքն է արտահայտում Քրիստոսին, եւ նաեւ մենք դավանում ենք շուրթերով Քրիստոսին։ Եթե մեկը Քրիստոսին շուրթերով չի դավանում, բայց փորձում է խոնարհություն ապրել, այդտեղ կասկած կա, արդյոք ինքը քրիստոնյա է կամ Քրիստոսի մեջ է, որտեղ Քրիստոսից դուրս նույնպես մենք խոսենք, որ կա խոնարհություն մարդկային, որը կարող արտահայտվի, կարող որոշակի դիսցիպլինար հետևանք լինի, սովորություն լինի, բայց այն Քրիստոսի արտադրանքը չի այդ մարդու կյանքում։ Այսինքն այդտեղ անպայման չի, բայց եթե կա դավանություն, այստեղ արդեն կարևոր է, որ մենք տեսնենք, որ եւ անձը Քրիստոսի նման է, եւ Քրիստոս է դավանում։ Սա այս երկու կոմպոնենտն է։ Շատ անգամ կարող է տեսնեք Քրիստոսի դավանանքը կա, Քրիստոսի մասին խոսում է, բայց Քրիստոսի նմանությունը չկա։ Այստեղ նույնպես խնդիր կա։ Ուրեմն այս երկուսը իրար հետ պետք է լինի։ Եվ կյանքը եւ խոսքը պետք է իրար հետ համընկնի։ Դա համար Պողոս առաքյալը նույնիսկ Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ ասում է ուշադիր եղի քո վարդապետության եւ քո անձին, որքանով են նրանք իրար հետ համահունչ։ Մի կարող է միգուցե դու մի բան խոսում ես, բայց այդ խոսածածը չի երևում քո կյանքում, եւ կարող է մի բան ես ցույց տալի, բայց ընդհանրապես չես խոսում այդ մասին։ Այսինքն սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն հենց արդեն 5-րդ համարում առաջի գլխի առաքյալ ասում է ձեր ավետարին հաղորդ լինելու համար այն առաջորից մինչև հիմա եւ անմիջապես տեսեք ինչ է խոսում եւ հաստատ համոզված եմ սրան ես սա ասում եմ որ դուք տեսնեք որ այն կապված է Քրիստոսը մեր կյանք գալու հետ եւ հաստատ համոզված եմ սրան թե նա որ դեզանում սկսեց այս բարի գործը կկատարի մինչև Հիսուս Քրիստոսի այսինքն ըստ Պողոս առաքյալի եթե մեկը Քրիստոսի մեջ է սա նշանակում է սկսել այդ մարդու կյանքում process Քրիստոսը նրա մեջ գալու Դամար ասում ես գիտեմ որ հաստատ համոզված եմ որ Քրիստոսը ձեր մեջ է այսինքն այն գործը ձեր մեջ գործ է սկսել ամեն մեկի սրտում Քրիստոսը գործը սկսել է եւ կհավարտի մինչեւ իր գալստյան օրը Սա կարևոր ընդհանուր նամակի կոնտեքստը որպեսզի մենք հասկանանք Պողոս առաքյալը մղում է այս եկեղեցուն ավետարանչության եւ ավետարանչության մղելու սկզբունքի մեջ ինքը տեսնում է արդեն Քրիստոսի մեջ եղած Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունից արտադրված միաբանությունը եւ ինքը այս մասին խոսում է, բայց կասկածելով, որտեղ տեսեք, երբ որ դուք կանրադառնաք ընդհանուր երկրորդ գլխի հենց առաջի համարից առաքյալը շեշտում է վերստին ծնված անձի անտոլոգիան, բնությունը, բայց հարցադրումով, եթե ասում է ձեր մեջ սա կա, եթե մի քանի անգամ ինքը շեշտում է կարևոր հատկություններ, բայց եթե Ինձ ասում է եթե սա կա, ուրեմն սա պիտի երևա կամ սա պիտի ամբողջանա։ Եկեք անդրադառնանք արդեն այդ հատվածին եւ արդեն խոսենք այդ խոնարհության կամ ընդհանրապես Քրիստոսի մեջ մեր հատկության մտածելակերպից արտադրված խոնարհության մասին։ Ընդհանուր համատեքստի մեջ ինչ կանադառնանք երկրորդ գլուխ արդեն, որտեղ առաքյալը օգտագործել է եթե մխիթարություն կա Քրիստոսով, սա նշանակում է, եթե ձեր կյանքի մխիթարությունը Քրիստոսն է, ոչ թե նոր բնակարան ձեռք բերելը, ոչ թե նոր հեռախոս ունենալը, ոչ թե կյանքում ինչ-որ հաջողություններ ունենալը, այլ եթե Քրիստոսն է, պարագաները կապ չունեն, ինչ նեղություն էլ լինի, ձեր մխիթարությունը Քրիստոսն է, արդ եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սիրոս փոփություն, եթե դուք համոզված եք, որ Քրիստոսը ձեզ սիրում է, ոչ թե դուք դրա մասին լսել եք ուղղակի
այլ եթե դուք ձեր կյանքի փորձառության վրա զգացել եք Քրիստոսի սերը, ձեր անձի իր ողորմությունն ու գթությունն եք զգացել, եւ այդ ողորմությունն ու գթությունը արդեն արտահայտվում է մյուսների հետ հարաբերության մեջ, ասում եթե սա կա, բայց տեսեք, ինչ այդ ինքը վերևում ինչ է ասում, եւ հաստատ համոզված եմ 25 համարը, սա գիտեմ, որ կկենամ եւ կմնամ ձեր ամենի հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինեք հավատքով։ Տեսեք, նույնիսկ Պողոս առաքյալը, երբ որ խոսում է, տեսեք ինչքան սերտ հարաբերությունն է, ինչքան խորն է արտահայտվում այս նամակում սրտից սիրտ հարաբերությունը։ Նույնիսկ ինքը երբ որ խոսում է մահվան մասին իր հասկացողության, ինքն ասում է ես կուզենամ, քանի որ իր կյանքը դժվարությունների եւ փորձանքների մեջ է, ասում է ես կգերադասեմ դուրս գամ այս մարմնից եւ Քրիստոսի հետ լինեմ, այսինքն խաղաղությունը վայելեմ։ Իհարկե հոգով, բայց ասում է, եթե պետք է որ մնամ այս մարմնի մեջ, քանի որ ձեզ է օգտակար, որ Քրիստոսը ներկայացնեմ ձեզ, ուրեմն գերադասում եմ մնամ։ Այսինքն ինքը տեսեք ինչ ասում։ Այսինքն ինքը չի փնտրում իր շահը, իր խաղաղությունը, իր կոմֆորտը, իր հարմարավետությունը։ Ինքը փնտրում է եկեղեցու շահը, դիմացինի շահը։ Հենց այդ մասին ինքը խոսալու է եւ հենց սրա մեջ էլ արտահայտվելու է Քրիստոսի խոնարհություն հասկացողությունը։ Սա կարևոր կիզակենտրոնն է, որտեղ դուք տեսնելու եք այդ անձը իրականում Քրիստոսի մեջ խոնարհ է, թե ոչ, թե մարդկային խոնարհություն ուղղակի ցուցաբերում։ Նորից եկեք հիշենք, մեր թեման է Քրիստոսի մեջ խոնարհություն եւ Քրիստոսից դուրս խոնարհություն, որը երկուսն էլ արտահայտվում է եկեղեցում։ Հիմա տեսեք, ինքը երբ որ խոսում է, ասում է գերադասում եմ մնամ այս մարմնից, թեկուզ չարչարվեմ, տանջվեմ բանտերում, բայց կարողանամ գոնե նամակ գրեմ, ձեզ մի շնորհք հաղորդեմ, որ Քրիստոսը ձեր մեջ կերպարանվի։ Սա նրա գլխավոր նպատակն է, ուրեմն նորից եւ անմիջապես անդրադառնալով, ասում միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք։ Այսինքն 27 համարում արդեն ինքը տալիս է կարևոր թեզ եւ հետագա մյուս գլխներում որ խոսում է ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ուրախ եղեք, սա Քրիստոսին ավետարանին վայել ընթացքն է, կերպն է։ Սա հենց այնպեսի բառեր չի սերնես։ Այսինքն եթե հավատացյալի կյանքում պակասում է ուրախությունը, ես չեմ ասում որ հավատացյալները չեն տրտմում, բայց եթե ընդհանուր ուրախություն չկա, որ դու Քրիստոսի մեջ ես, որ փրկություն ունես, որ ողորմությունը եւ սերը գութը քո վրա է անդադար, սա նշանակում է խնդիր կա Աստծո հետ հարաբերության մեջ։ Տեսեք, եւ ինքը երբ որ շեշտում է միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք, որ թե գամ, թե տեսնեմ ձեզ եւ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատեք մեկ հոգով, տեսնում եք բառը անմիջապես, մեկ հոգով, մեկ շնչով պատերազմեք ավետարանի հավատքի համար։ Այսինքն առաքյալը, այստեղ ուշադիր եղեք կարևոր մի բան։ Առաքյալը եկեղեցին, որ ինքը տեսնում է Քրիստոսի մեջ, անմիջապես հասկանում է, որ այդ եկեղեցին պիտի մղվի ավետարանչության։ Այն եկեղեցին, որ ավետարանչություն չի անում, Քրիստոսի հետ կապ չունի։ Որտեղ Քրիստոսի գլխավոր պատվիրանը սա է՝ գնացեք եւ բոլոր ազգերը աշակերտ արեք նրանց մկրտելով։ Տեսեք, սա շատ կարևոր է, սա կարևոր կյանքի հանդեպ ունեցած տեսանկյունի փոփոխությունն է։ Դա համար մենք նորից եմ շեշտում, եթե չկա Քրիստոսի մասին դավանանք, եւ բայց խոնարհ անձը, սա խնդիր է արդեն։ Ուրեմն, եւ անմիջապես ինքը երբ որ խոսում է Քրիստոսին վայել կերպով գնացեք, ցույց է տալի, որ ինքը անդադար մտածում է եկեղեցու կարգավիճակի մասին եւ մեր հատվածի մեջ նույնիսկ կտեսնենք ինքն ասում Տիմոթեոսին ուղարկում եմ, որ ձեր մասին լուր ունենամ, իմանամ ինչ հոգեվոր հասակի մեջ եք, ինչով ձեզ օգտակար լինեմ։ Սա իրական Պողոս առաքյալի ներքին ապրումներն է, ցավն է դեպի ամեն մի հավատացյալ։ Եվ այստեղ է արտահայտված, որ Պողոսը իր օգուտը չի փնտրում։ Պողոսը իր անձը չի կարևորում, այլ նրա համար կարևոր ամեն մի տկար հավատացյալը, ամեն մի փոքր հավատացյալ, ամեն մի նոր հավատը։ Սա ցույց է տալի, որ նրա մեջ Քրիստոսն է։ Սա կարևոր սկզբունքը։ Եվ անմիջապես, երբ որ անդրադառնում է ավետարանչության մղման ուժի, եւ անդրադառնում է ոչ մի բանով մի զարհուրեք 28 համարում հակառակորդներից, որոնք կհակառակվեն ձեզ ավետարանը տարածելու կամ ձեր ընթացքի մասին, որ դա նրանց համար նշան է կորուստի, դա ցույց է տալի ուղղակի, որ դուք իրական Քրիստոսի մեջ եք, եւ ցույց է տալի, որ նրանք Քրիստոսի մեջ չեն, դուրս են, կորած են։ Դրա համար նրանք հակառակվում են ձեր մեջ տեսնելով Քրիստոսը, եւ անմիջապես եւ ոչ մի բանով մի զարհուրեք հակառակվում, որ դա նրանց համար նշան է կորուստի եւ ձեզ համար փրկության։ Այսինքն, երբ որ սա կա, վստահ եղեք, որ դուք փրկված եք, որտեղ ձեր կյանքով արտահայտվում է Քրիստոսը։ Նրանք խաչեցին նույնը ձեզ։ Եթե Տիրոջը Բեղզեբուխ կոչեցին,
ինչա ձեզ չեն կոչելու, ձեզ առավել։ Ուրեմն սա նույն նշաններն է, սա այդ քրիստոնեական խոնարհության, որը ի վերջո ամբողջացնելու է, որ Քրիստոսի մտածելակերպն է ձեր մեջ։ Եվ առաքյալը շփում է, եւ ձեզանից Աստվածանից այս շնորհք եղավ 29 Քրիստոսի համար ոչ միայն հավատալ նրան, ուշադիրն է, այլ նրա համար չարչարվել։ Ուրեմն այստեղ հավատալ բառը առաքյալը երբեք չի օգտագործում, որ պարզապես դուք մի օր ասել եք, որ Տեր, ես քեզ հավատում եմ։ Ոչ։ Աստծուց շնորհք եղավ, որ նրան հավատաք։ Սա ուղղակի Աստծո ներգործությունն է, որ դուք հետևում եք Քրիստոսին։ Այդ հավատալը ոչ թե ձեր անձի կարողությունն է, այլ Աստծո շնորհքն է, որ մղել է ձեզ նրան նաև հետևել, հավատալ, անդադար ձեր մեղքը խոստովանել, տեսնել ձեր անկարողությունը Քրիստոսի մեջ եւ Աստծո շնորհք ստանալ։ Սա մի ընդհանուր process է, որտեղ դուք նմանվում եք Քրիստոսին, նրա պատերազմ եւ ասում է համար չարչարվել է, նույն պատերազմ ունենալով, որ ինձանում տեսակ եւ հիմա ինձանից լսում եք։ Եվ առաքյալն ասում է, որ ես եւ դուք նույնն եք, ինչի, որտեվ Քրիստոսը մեզ մեկ արեց, մեկ հոգով, մեկ շնչով պատերազմ եք ավետարանի համար։ Այսինքն, եթե մեկը վերստին ծնված է, նույն հատկություններն է մյուսի մեջ։ Երկու վերստին ծնվածների մեջ նույն հատկությունը կա, նույն Քրիստոսն է, Քրիստոսը տարբեր չի սիրելներս։ Դրա համար ես շեշտեցի, շատերը կասեն այն օրը, Տեր, չէ որ քո անունով սա արեցինք։ Տեսեք, ընդհանուր առմամբ փարիսեցիների սկզբունքն է, նրանք միշտ խոսում են իրենց արածի Տիրոջ անունով, բայց իրական վերստինվածը խոսում է Քրիստոսի արածի իր կյանքում։ Այսինքն նրա կյանքը, նրա արարքը միշտ փառավորում է Աստծուն, թե ինչ արեց Տերը, ոչ թե ինչ արեց ինքը Տիրոջ համար, այլ ինչ անում Տերը իր համար։ Իհարկե, այս դրա էլ արտադրվում է նրա արածը Քրիստոս, բայց ինքը երբեք չի խոսում իր արածը Քրիստոսի համար։ Սա փարիսեցիությունն է, սա ցուցամոլությունն է, սա կեղծ ավետարանն է։ Կան եկեղեցիներ, որոնք միշտ խոսում են, թե ինչ են անում, չգիտեմ, թրջկոտում են, ինչ են անում, բայց երբեք դրամար Հիսուսը նրանց առաջնային հենց սա է ասում. միգուցե դու ասում ես, որ ինձ ճանաչում ես եւ իմ անունով արեցիր, բայց ուշադիր նայեք Քրիստոսի խոսքը ինքն օգտագործում է յադա, մտերիմ հարաբերություն, ասում է ես ձեզ չեմ ճանաչել։ Արել եք, բայց եթե ես ձեզ ճանաչեի եւ դուք իրականում ինձ ճանաչեիք, դուք իմ արածի մասին կխոսեիք, ոչ թե ձեր արածի մասին։ Այստեղ շատ կարեւոր է սա, սերներս, շատ կարեւոր է։ Եվ անմիջապես, երբ որ խոսում է, երբ որ եկեղեցուն մղում է ավետարանչության, առաքյալը ցույց է տալի, որ կարևոր մի բան կա, որ ավետարանչությունը պատղաբեր լինի։ Դա ուղղակի վերստին ծնված անձի կարևոր հատկությունն է եւ եկեղեցու միասնականությունը, միաբանությունը։ Արդ եթե մխիթարություն կա, տեսեք ինքն ասում է նույն պատերազմը իմ մեջ որ տեսակ պատերազմ եք ավետարանը տարածելու մեջ, եւ ասում արդ եթե մխիթարություն կա, ինքը կասկածով, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե վերստին ծնունդ է, ուրեմն մխիթարություն կա, Քրիստոսը քո կյանքի կենտրոնն է եւ միակ մխիթարության պատճառն է, միջոցը։ Եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սիրոս փոփություն, եթե համոզված ես, որ Տերը քեզ սիրում է բոլոր պարագաներիդ մեջ, եթե հոգու հաղորդակցություն, եթե Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն ունես, եթե Սուրբ Հոգին քեզ հաղորդակից է լինում եւ հաղորդակից անում մյուս Սուրբ Հոգու ունեցողների հետ, նույն հոգին ունեցողների հետ, եթե գթացություն եւ ողորմություն, եթե գթացությունը Աստծո ստացել ես եւ Աստծո ողորմությունը ճանաչել ես եւ այդ ողորմությունն ու գթացությունը արդեն հաղորդակցության մեջ արտահայտում ես մյուս հավատացյալների հանդեպ, եթե վերստին ծնունդ կա, ապա լցրեք իմ ուրախությունը։ Այսինքն եթե սա կա պոտենցիալ ներուժը, որ լցնեք իմ ուրախությունը, նույն միտքը ունենաք, նույնը մտածեք, ինչ որ Քրիստոսի մեջ է, նույն սերը ունենալով միաշունչ եւ միևնույնը խորհեք։ Եվ անմիջապես, այսինքն երբ որ ինքը ցույց է տալիս ընդհանուր վերստին ծնված անձի կյանքում կարևոր պոտենցիալ ներուժը, անմիջապես անդրադառնում է այն ինչը կարա արգելի, որպիսի այդ միաբանությունը ձեզ մղի ավետարանչության։ Եվ անմիջապես արդեն երկրորդ համարում ինքը շեշտում է, ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտք ունենաք, նույն սեր ունենաք, միաշունչ միևնույնը խորհեք, եւ անմիջապես ասում է երրորդ համարից, մենք անդրադառնում ենք երրորդ եւ չորրորդ համարին, ոչ մի բան չլինի գրգռումով։ Ոչ մի բան չլինի գրգռումով։ Էպիֆեա բառը Էրիֆեա բառն օգտագործված, որը նշանակում է, օրինակ ռուսերենում թարգմանել են լյուբապրենիա, երկու բառի բառակապակցությունն է,
լյուբա սետ եւ պրենիե վեճ սիրել, հակառակություն սիրել, հակառակասիրությունից ոչ մի բան չլինի, բայց այս բառը չի արտահայտում ճիշտ ընդհանուր սկզբունքը։ Այս ոչ մի բան չլինի գրգռումով առավել այս էրիֆեյա բառը ցույց է տալի այդ հակառակությունը արտադրվում է ինքնագովազդից, ինքնաարժեքավորումից, այն որ դու ուզում ես առաջնային եւ կարեւոր երևաս, եթե չես երևում հակառակվում ես։ Քրիստոնեական խոնարհության առաջնային կարևոր սկզբունքը, որ խորհրդում է Պողոս առաքյալը, որ արգելք է հանդիսանում հավատացյալների միության եւ բերում է բաժանում, առաքյալն անդրադառնում է հպարտություն, որը կարող է արտահայտվի քրիստոնեայի կյանքում։ Ես մի փոքր պատմություն պատմեմ։ Ջոնաթան Էդվարդսը, ինքը ամերիկացի ավետարնիչ եւ աստվածաբան է, երիտասարդ տարիքում է, ինքը ավետարնիչ է եղել, միսիոներ է եղել հնդկացիների մոտ, հնդկացիների ցեղերի մեջ, քարոզել է Քրիստոսը։ Ջոնաթան Էդվարդսը մի անգամ եկեղեցում քարոզի ժամանակ ամբիոնի մոտ, երբ որ եկեղեցին նստած է, սկսում է ձայներ են լսում բոլորը, այսինքն այդ ճռճռոցի ձայներ են լսում եւ մի քանի րոպեից ամբողջ պատշգամբը փլվում եւ ընկնում է ներքևի նստած մարդկանց գլխին։ Այդ վերևի պատշգամբում ամեն մի նստարանների վրա նստած էր մոտավորապես 9 հոգի եւ 200 հոգի մարդ վերևից ընկնում է ներքևի նստած մարդկանց վրա։ Եվ հետաքրքիր է, որ Աստծո շնորհքով ողորմություն որևէ մեկին վնաս չի լինում, բայց վնասը լինում է հետո։ Ջոնաթան Էդվարդսն ասում է, երբ որ այդ պատշգամբը փլվեց, մարդիկ սկսեցին մտածել, թե ինչպես այդ վերևի նստած մարդկանց տեղավորել ներքևի սրահում, որտեղ նստած էր VIP, ավելի այն մարդիկ, որոնք քաղաքում ճանաչված են, հռչակ ունեն, նրանց սոցիալական ստատուսը բարձր է, բիզնեսներ ունեն, իսկ վերևում նստած էին աղքատներ, ամեն մի նստարանի վրա խիտ իրար հետ նստած էր, ամեն մի նստարանի վրա 9 հոգի, որի վրա կարող նստեր 4 հոգի, 9 հոգի էին նստել։ Այսինքն այդ ծանրությունից պատշգամբը փոխվում եւ երբ որ սկսում են մտածել սարկավակները, ընդհանուր առմամբ եկեղեցու հովիվները, թե ինչպես տեղավորեն այդ բոլոր մյուս ժողովրդին, խնդիրը առաջանում, որ երբ որ այդ աղքատները պիտի գային նստեին այդ հարուստների կողքին, այդ հարուստները ասում են ով է նա, որ իմ կողքին նստի։ Այստեղ եկեղեցին բաժանվում։ Սա քրիստոնեական հպարտությունն ասելն է, եւ այսինքն այստեղ մեկը մեկին ընդունելու խնդիր կա։ Այո, ինքը գալիս է եկեղեցի, նստում է, լսում է Քրիստոսի մասին։ Վատը ցավալին նա է, որ անձը կարա տարիներով լսի Քրիստոսի մասին, տարիներով աղաղակի ամեն, բայց այդպես էլ չճանաչի Քրիստոսին։ Այդպես էլ Քրիստոսը իր կյանք չգա։ Սրա մասին է ցավով ասում Ջոնաթան Էդվարդսը։ Եվ եկեղեցին բաժանվում է մարդկանց մեջի եղած հպարտությունից։ Այսինքն շատ հաճախ մենք մտածում ենք, որ եկեղեցու բաժանման պատճառ կարա լինի աստվածաբանական տարբեր մոտեցումները։ Մեկը կալվինիստական է, մեկը հերմենիուսական, մեկը առավել հետապնդում է դիսպենսացիոն աստվածաբանության համակարգը, մեկը առավել ուխտական է, մյուսը ցեսեսիական, մեկը հրաշքները ամբողջացնում է դարաշրջաններով, մյուսն ասում է, որ այս հրաշքը կարա։ Սրանք այս տարբերությունները եկեղեցին չեն բաժանում շատ հաճախ, ինչի, որտեղ սրանք առավել կապված են քրիստոնեական հոգևոր հասակի հետ։ Հոգևոր որոշակի հասակ կա, որտեղ անձը կարա փրկված լինի, բայց փրկության վստահություն չունենա։ Հավատա, որ փրկությունը կարա կորի։ Ինչի, որովհետև փրկության վստահությունը սուբյեկտիվ ընկալում է, իսկ փրկության ապահովությունը օբյեկտիվ, այն Աստծո ձեռքերի մեջ է։ Աստված փրկության ապահովությունը մեր ձեռքերի մեջ չի դրել, իր ձեռքերի մեջ պահում է, բայց փրկության վստահությունը դա սուբյեկտիվ անձի ընկալումի հետ է կապված։ Այսինքն, երբ որ ինքը որոշակի շրջանում հոգևոր հասակ կարա արտահայտի, որ փրկությունը կարա կորի, բայց երբ որ խոր ուսումնասիրում Աստվածաշունչ, ավելի այն տեսնում է համատական իր կյանքի փորձառության հետ, նոր հասկանում է, որ Աստված պահում է իրեն, ոչ թե ինքն է իրեն պահում, այլ Աստված է պահում իր շնորհքով, եւ կարա փոխվի այս հասկացումը։ Այսինքն սրանք բաներ են, որոնք եկեղեցին չեն քանդում, սրանք հոգևոր հասակետ են, որոշակի առումով կարան անախորժություն, որոշակի վեճեր առաջացնեն, բայց եկեղեցին չեն բաժանում։ Եկեղեցին բաժանվում է, երբ որ մեկը մյուսին չի ընդունում, երբ որ հավատացյալների կյանքում արտահայտվում է այս հպարտությունը, ամեն մեկը իր անձն է կարևորում։ Ուստի սրա համար
առաքյալն անդրադառնում է արդեն երկրորդ գլխի 3-4 համարներում այս քրիստոնեական խոնարհության կարևոր սկզբունքներին։ Առաջինը ինքն օգտագործում այս բառը՝ ոչ մի բան չլինի գրգռումով, էրիֆեյա։ Եկեք անդրադառնանք արդեն այս հատվածներին։ Ինչ է սա այս էրիֆեյա բառը, ոչ մի բան չլինի գրգռումով։ Ընդհանուր առմամբ բառը մեզ ճիշտ չի ասում, այս թարգմանված բառը մեզ չի ցույց տալի ինչի մասին է խոսքը։ Էրիֆեյա հակառակվելու հանդեպ սեր, ինքնագնահատականից մղված հակառակություն։ Ոչ թե ուղղակի դու հակառակվում ես ինչ որ պարզապես մի բան քո ասածով չասեցին կամ քո ասածի հետ չհամաձայնվեցին, այլ քո անձը չարժեքավորվեց, քո անձին արժեք չտվեցին, սրանից դու հակառակվում ես։ Կապ չունի ճիշտ ասեցին, սխալ ասեցին, դու հակառակվում ես, որովհետև քո անձի արժեքը չընդունվեց, քեզ պատիվ չտվեցին։ Եվ հետաքրքիր է, որ այս բառը առաքյալը մինչ այդ արդեն օգտագործել է առաջի գլխի 15-17 համարներում, երբ որ ինքն ասում է ոմանք հակառակությունից մղված են Քրիստոս քարոզում։ Ինչ է սա նշանակում։ Ոմանք քարոզում են Քրիստոս մղված, որպիսի իրենց անձի վրա պատիվ բերեն։ Տեսեք, Պողոս առաքյալը երբ որ բանտարկվեց, օգտագործում են այդ առիթը, էլ Պողոսը չի քարոզում։ Իրենք քարոզում են, Պողոսն ասում է քարոզում են հակավոր ին վրա ցավ ավելացնեն։ Կարծես թե Պողոսը քարոզիչ չի, տեսեք հիմա մենք ոնց են քարոզում։ Այսինքն այս մարդկանց կյանքում կա նախանց, այնինչ Պողոսը քարոզելու ընթացքում նստած ժողովուրդը Պողոսին տվել է պատիվը, հարգանքը, այսինքն Պողոսին տալիս է պատիվ, ինքն ասում է չէ, այս պատիվը պետք է ես ունենամ, ես եմ քարոզիչը, ոչ թե Պողոսը։ Դրա համար Պողոսն ասում է շատերը հակառակություն, մի քիչ այս մասին խոսենք, կանադառնանք սա։ Այսինքն սա մի մղում է, ներքին մղում է սենս, ոչ թե ավելի, այսա մի բան չի, որ մենք տեսնենք։ Մենք եթե արտաքին ծեսը նայենք, այն ուղղակի լավ է, Քրիստոսը քարոզվում, ճիշտ քարոզում է Քրիստոսը, եւ շատերը քարոզից փրկվում են։ Առաքյալն ասում է, ինչ կերպով էլ ուզում է, միայն Քրիստոսն է քարոզում, ես ուրախ եմ, բայց խնդիրը նա է, որ այս անձը ունի այս հատկությունը, չունի այս խոնարհությունը, սա է ամբողջ խնդիրը, եւ սա կարա եկեղեցին բաժանի։ Այսինքն տեսեք, այստեղ երևում է Պողոսի եւ այդ քարոզիչի խնդիրը, հակառակությունը, այսինքն ինքը առիթը վերցնելով, որ Պողոսը բանտարկված է, քարոզում է, որպեսզի պատիվը իրեն վերցնի։ Եվ Պողոսն ասում է, ին վրա կարծես թե մտածում են, որ ինձ ցավ են պատճառում։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Տեսեք, առաքյալն ասում է, իմ կապանքներում եւ տերումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերված ավելի համարձակ եղան Աստծո խոսքը առանց վախի խոսելու։ Այսինքն ես կապվեցի, ոմանք ավելի քաջալերվեցին, որ Պողոսը չկա, հիմա մենք կքարոզենք ավետարանը, բայց ասում է ոմանք նախանձով։ Ուշադիր նայեք բառը, ոմանք նախանձով, ում են նախանձում։ Պողոսին, Պողոս ինչին են նախանձում։ Այն պատվին, որ Պողոսը քարոզելուց եկեղեցին տվել է։ Սա Պողոսը երբեք չի փնտրել իր արժեքը, չի փնտրել իր պատիվը։ Պողոսը քարոզել է, որպեսզի մարդիկ փրկվեն, բայց այս նստած մարդիկ սխալ են տեսել սա։ Սրանք մտածում են, որ Պողոսը պատիվ է ձեռք բերում, եւ հիմա Պողոսը բանտարկվեց, հիմա առիթ, արի մենք քարոզենք, որ բոլորը տեսնեն, որ մենք ենք քարոզիչը, ոչ թե Պողոսը։ Սա խնդիրը, սիրելիներս։ Սա այդ խոնարհության բացակայությունն է։ Դուք տեսնում եք, չէ՞ որ ծառայությունը լավ ծառայություն է, Քրիստոսը քարոզվում։ Այո, եկեղեցում մարդիկ կարան անեն ծառայություն, որ շատերը օգտվեն, բայց խնդիրը նա է, ինչ մողումով են անում։ Կա երկու կարևոր ցանկություն։ Կա ցանկություն Քրիստոսին ծառայելու եւ կա ցանկություն քո ծառայությունը Քրիստոսի հանդեպ ցույց տալու։ Նորից կա երկու ցանկություն։ Եկեղեցին ծառայելու եւ ցանկություն եկեղեցում քո ծառայությունը ցույց տալու։ Սա տարբեր հասկացան մղումների տարբերությունն է։ Ուրեմն, տեսեք, ոմանք նախանձով եւ հակառակության պատճառով, այս հակառակությունը նույն էրիֆեյա բառն է, որ օգտագործում առաքյալը։ Հակառակության պատճառով ոմանք էլ բարեհոժար մտքով քարոզում են Քրիստոսին, անկեղծությունով, եւ ոմանք հակառակությունից են քարոզում Քրիստոսին, ոչ թե անկեղծ, կարծելով թե իմ կապանքների վրա նեղություն բերեն։ Եվ հետևից ասում, բայց ինչ որ կերպով է լինի, թե պատճառանքով, թե ճիշտ, թե սխալ, թող քարոզվի, կարևորը Քրիստոս է քարոզվում, եւ ես գիտեմ, որ սա բոլորիս փրկության համար է ծառայելու։ Հիմա տեսեք, այս բառը, որ առաքյալն օգտագործում է երկրորդ գլխում, անմիջապես շեշտում է, որ կարա լինի ծառայություն, բայց կարա լինի սխալ մղում, այսինքն այս անձի մեջ դրամար առաքյալը ասում է ոչ մի բան մի արեք այս հատկությունից, այս մղումով։ Ամեն մեկս մեզ նայենք, ինչի եմ ես անում, ինչ որ անում եմ։
Ինչն է արտահայտվում։ Միգուցե ծառայությունը բոլորին տեսանելի է, բայց ինչի համար եմ ես դա անում։ Միգուցե ինչ-որ մեկին կառուցողական հանդիմանես, բայց խնդիրը նա է ինչի համար ես հանդիմանում։ Այո, միգուցե ճիշտ տեղը հանդիմանեցի, բայց ինչի ես հանդիմանում, որ ցույց տաս, որ դու տեսար նրա մեղքը, դու այդպեսին չես, ինչի համար ես դա անում։ Այստեղ է կարևորը։ Այս սա ցույց է տալի Քրիստոսի մեջ խոնարհությունը կա, թե չկա։ Քրիստոսի մտածելակերպը կա, թե չկա։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն շատ կարևոր է, ասելնես, այն մեղքերը, այն խնդիրները, որոնք դուք տեսնում եք ձեր դիմացինի կյանքում, հավատացյալների եկեղեցում, ուշադիր եղեք, նրանք շատ նուրբ կերպով կարան սողոսկեն ձեր կյանք։ Եվ հետաքրքիր է, որ սրանք չեն երևում, որտեղ սրանք մղումներ են ներքին, սրանք սրտի ներքին ընկալումներ են, ներքին հակվածություններ են, մեր չփոխված, մեր մարդկային սովորություններն են, որ արտահայտվում են Քրիստոսի մեջ։ Դրա համար առաքյալ հետագայում ասել է ամեն մեկը թող նույն միտք ունենա, ինչ որ Հիսուս Քրիստոսումն էր, նույն միտքը ունենա։ Այսինքն առաջի բառը առաքյալն օգտագործում է ոչ մի բան, ոչ մի ծառայություն, եկեղեցում ոչ մի հարաբերություն չլինի այս մղումով։ Տեսեք ինքը վերևում ինչ ասաց, եթե սա կա, եթե սա կա, եթե սա կա, եթե այս վերստին ծնունդի հատկությունները կան, ապա լցրեք իմ ուրախությունը, որ միաբանը միև շունչ նույնը խորհեք, բայց անմիջապես ասում է, ինչը կարա արգելի, այն, որ դուք ունենաք այս էրիֆեյան ձեր կյանքում, ձեր կյանքի, ձեր անձի արժեքը փնտրելու հատկություն, դրանից մղված անեք ինչ որ մի բան։ Դա արտահայտվի ձեր հարաբերությունների մեջ, այն կբաժանի եկեղեցին։ Այն թույլ չի տա, որ եկեղեցին միանա եւ ավետարանը պատղաբեր լինի եւ տարածվի ավետարանը։ Այն կբաժանի ձեզ։ Հիմա ուշադիրն եք, եւ անմիջապես ոչ մի բան չլինի գրգռումով եւ ավելի ամրացնում է, սա քերական կերպ է, որ առաքյալն անում է, ավելի հիպերբոլ է, չափազանցացնում, ուժեղացնում է մեկ այլ բառով եւ ոչ էլ սնապարտությունով։ Սնապարտություն սա ուղղակի դատարկ փառքն է, դատարկ սնոտի, չեղած, դատարկ փառք։ Դու փնտրում ես մի բան, որ դու չունես եւ ցույց ես տալի մի բան, որ դու չունես։ Սնապարտությունից ինչ է սա։ Դատարկ փառասիրություն, օթապարիկ, տեսեք, այն ավելի կապված է արտաքին ցուցադրության եւ ներքին դատարկության։ Այսինքն ոչ թե Քրիստոսն է քո կյանքով երևում քո հարաբերություններում, այլ ինքդ քեզ ցույց ես տալի որպես քրիստոնյա, բայց Քրիստոսը չի երևում։ Տեսեք, օթապարիկը որքան դուք փչեք, այնքան ինքը մեծանում է եւ երկրի բոլոր ծառերից ավելի տեսանելի կլինի։ Հեռվից էլ կտեսնեն մեծությունը, որտեղ մեծանում է, բայց ինչքան ինքը մեծանում է, այնքան մեծանում կամ շատանում է նրա միջի դատարկությունը։ Տեսեք, եթե ինքը փոքր լիներ, այդ օթապարիկը, միջի դատարկությունն էլ է քիչ երևում, քիչ է։ Ինչքան դուք մեծացնում եք, ինչքան դուք ձեր անձը մեծ ներկայացնում եք, այնքան բոլորը տեսնում են ձեր ներքին դատարկությունը։ Այնքան ներքին դատարկությունն է շատ երևում։ Սա սնապարտությունն է։ Ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարտությունով։ Այս երկու բառերով առաքյալը, տեսեք նորից, առաքյալը ուղակի բառեր չի ասում, ասես որ ուղակի քերական շատ հարմար հնչի։ Ինքը ուղակի բառը որ ասում է, այն ամբողջական բովանդակալից ասում, ոչ մի բան, որվեցե մի բան չի կարելի այդ տեսանկյունից անել։ Այսինքն էրիֆեա, գրգռումով, այսինքն քո անձի արժեքը փնտրելով, քեզ արժեք տալով, քո պատիվը փնտրելով եւ ոչ մի արեք դատարկ փառքից ձեր անձը մեծացնելու համար։ Ոչ մի բան մի արեք։ Տեսեք, որպեսզի սա հասկանանք, ես մի փոքր աստվածաբանական թեզիս կասեմ, տեսեք, օրինակի համար։ Այո, եթե մեկը իրականում ոչ մի բան չունի, բայց իրան ներկայացնում է սիրամարգ, որ ինքը ունի շատ մեծ բան, որ ինքը ունի փառք, այսինքն չի ավարտել ոչ մի ճեմարան, հոգևոր փորձառություն չունի, որովհետեւ մեկ ծառայության մեջ չի առաջնորդել, հարաբերությունների մեջ խնդիր ունի, այսինքն աստվածաշնչյան ուսուցում չունի նույնիսկ։ Այո, այս անձը եթե իրեն ցույց տա մեծ, շատ երևա, սա սնապարտությունն է։ Բայց եթե մեկը ավարտել է ճեմարան, ունի ուսուցում, ծառայություններ արի, ունի փորձառություն հոգևոր, 40 տարվա հավատացյալ է, որոշ ծառայությունների մեջ ունի հաջողություն, ինչ է կարծում։ Եթե այս անձը ցույց տա իր անձը մեծ, այն սնապարտություն է, միանշանակ այո։ Ինչի։
Որտեվ տեսեք Հակոբոսի թուղթը առաջի գլխում կարևոր 17 համարում Հակոբոսն ասում է ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ բան հորից է վերից։ Մարդուց չի սիրներես։ Պողոս առաքյալն առավել ասում է ամեն բան դու ստացել ես, կա մի բան, որ դու չես ստացել։ Բա եթե ստացել ես, ինչի ես քեզ ցույց տալի այնպես, կարծես թե չես ստացել քո սեփականն է։ Որևէ մի բան չկա հավատացյալի կյանքում, որը պատղաբեր է անում ծառայությունը, եթե այն չի ստացել Աստծո շնորհքով, այն իրենը չի, իրեն տվել է Աստված։ Ուրեմն տեսեք, կա երկու տարբերություն։ Կա մեր անձի մեծությունը եւ կա մեր ծառայության մեծությունը։ Մենք պետք է սա անցալենք։ Այո, եթե իմ ծառայության մեծությունը ուղղակի ես հասկանում եմ եւ այն կապված Աստծո շնորհքով, դու կարող ասեք, այո, ծառայությունը լավ ստացվեց, մեծ ստացվեց, որովհետեւ Աստված իր մեծ շնորհքով օրհնեց։ Հիմա միգուցե նաեւ ձեր միջոցով, բայց այդ օրհնությունը այդ շնորհքը Աստծուց էր։ Այստեղ դուք խոսում եք ծառայության մեծության մասին եւ Աստծո շնորհքի հաղորդած մեծության մասին, բայց եթե դուք ասում եք, որ այո, այս ծառայությունը մեծ եղավ, որովհետեւ ես մեծ եմ, այստեղ արդեն ձեր անձն է, այստեղ արդեն խնդիր կա։ Այսինքն դուք կարող ասեք, որ այո, ծառայությունը մեծ եղավ եւ եղավ պատղաբեր, որովհետեւ Աստված օրհնեց իր շնորհքով, բոլորը գիտեն, որ դուք արեցիք այդ ծառայությունը, այստեղ մեծանում է Աստծո շնորհքը ձեր միջոցով, բայց դուք կարող ասեք ծառայությունը լավ եղավ, դե ով արեց որ վատ լինի։ Ես ծառեցի։ Այսինքն ես եմ որ ճեմարան եմ ավարտել, բա իզուր տարի է այսքան կյանքից փորձառությունը որ հավատացյալ եմ։ Այ այստեղ արդեն ձեր անձնասիրն է, սա սնապարտությունն է։ Այս տարբերությունը պետք է երևա, սա կարա բաժանի եկեղեցին։ Այս երկու անձի ճիշտ ընկալումը, երկու անձ կարակ տեսնեք եկեղեցում, երկուսն էլ ճիշտ գործ են անում, երկուսն էլ ծառայություն են անում, բայց տեսնում եք երկուսի կողմը հավաքվում են տարբեր խմբեր։ Ինչի՞, որտեվ երկուսն էլ փնտրում են իրենց արժեքը, փառքը։ Նրանք երկուսը դուրս են եկել իրար դեմ եւ հավատացյալները չընկալելով մեկը հավաքվում է այս մեկի շուրջ, մյուսը այն մեկի շուրջ եւ եկեղեցին երկու խմբերի է բաժանվում։ Ինչի երկուսն էլ անում են լավ ծառայություն, բայց եկեղեցին բաժանվում է։ Հարց տվեք ձեզ, ինչի՞, որտեվ նրանց մղումներն են սխալ։ Որտեվ նրանք իրենց արժեքն են փնտրում, դամար նրանք իրար հետ հակառակվում են։ Երկու լավ ծառայություն անողներ իրար հետ հակառակվում են։ Ավետարանչության մեջ ես տեսել եմ։ Պիտի ավետարանչություն արվի, մեկը մեկին հակառակվում է, մեկն ասում է իմ մեթոդներով, այն մեկն ասում է չէ իմ մեթոդներով։ Խնդիրը որտեղ է։ Իրանց անձի արժեքը, իրանց անձի կարևորությունը, իրանց անձի պատիվը, ոչ թե Քրիստոսի շահը, ոչ թե դիմացինի շահը, այլ իրանց շահը։ Ես պիտի բարձրանամ այս ծառայությունով։ Սա ես պիտի անեմ։ Ես գիտեմ ինչպես անեմ։ Տեսնում եք, սա խնդիրը։ Եկեղեցում շատերը ձգտում են ղեկավար անձի, ղեկավար պաշտոնի, սա շատ լավ է, առաքյալն ասում է լավ է, բայց ղեկավար պաշտոնի ձգտողը պիտի հասկանա, որ այն մեծ պատասխանատվություն է, որտեղ մղումը պիտի լինի մյուսների հոգ տանելը, մյուսների մասին հոգ տանելը։ Սա պիտի լինի առաջնայինը։ Այսինքն ինչի ես դու ձգտում ղեկավար անձի, որպիսի ցույց տաս քո բավարարես քո ղեկավարելու պահանջը, որպեսզի հսկես եկեղեցին, հսկողությունը քո հսկողության պահանջը բավարարես, թե իրականում շինություն բերես եկեղեցում։ Այս սա կարևոր է։ Ինչի համար ես դու դա ձգտում։ Այո, լավ բանի ես ձգտում, բայց ինչ մղում կա ներսում։ Ինչի համար։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Ինչի ես դու ուզում այս ծառայությունն անես, որպեսզի եկեղեցին պտուղ բերի, որպեսզի եկեղեցին շինություն լինի։ Ինչի ես ուզում այդ ծառայությունն ես, թե որպեսզի բոլորը տեսնեն, որ դու կարողություն ունես, որ դու արեցիր եւ լավ եղավ, որ դու արեցիր։ Սա պետք է մենք տեսնենք։ Մենք պետք է փոխենք մեր ուշադրությունը մեր անձի վրայից եւ ոչ թե որովհետեւ փառքը մերը չի, փառքը Աստծունն է եւ մենք պետք է մեր ընդհանուր ուշադրությունը ուղղենք մեր դիմասինի վրա։ Եվ հենց այս մասին խոսում եմ մյուսը, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարե։ Ոչ մի բան չլինի, սա հակաթեզիսն է, ոչ մի բան չլինի ձեր անձի արժեքը փնտրելուց, ձեզ պատիվ փնտրելուց, ձեր անձը բարձրացնելու միտումով, սնապարտությունով, այլ բառը հականը, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարե։ Խոնարհություն բառը այստեղ չի նշանակում խոնարհ պահվածք, այստեղ խոնարհություն սմիրենամուդրի է։ Այն նշանակում է խոնարհ մտածելակերպ։ Ինչի մեջ է արտահայտվում խոնարհ մտածելակերպը։
Մենք քիչ ենք խոսում այս մասին։ Խոնար մտածելակերպը սերնես բաժակը խոնարհությունով տալու մեջ չի։ Նուրբ վարվելու մեջ չի։ Խոնար մտածելակերպը քո դիմացինին քո անձից ավելի կարևոր ընդունելն է։ Տեսեք, մեկը կարա ասի, ես Աստծո առաջ կխոնարհվեմ, Աստված զորավոր է, բայց խաչիկի առաջ ինչ խոնարհվեմ, իմ նման մեղավոր է։ Էն էլ իմ նման մոխիր է, ինչ խոնարհվեմ իր առաջ։ Այս է խնդիրը, որ Հիսուսը հակառակ process-ն է ասում։ Հիմա նայեք, Պողոս Արաքյալի կյանքում Քրիստոսն է, ինքը խոնարհվում է տկարի առաջ։ Իր զգուշությունը հանկարծ որևէ մեկին գայթակղություն չտա։ Շինություն լինի, ոչ թե գայթակղություն։ Այսինքն սա կարևոր է, այսինքն երբ որ դու ինչ-որ նույնիսկ բամբասանքի մեջ սա կարարտես, երբ որ դու ինչ-որ մեկի մասին խոսում ես, ինչ-որ մեկի մասին խոսում ես առանց այդ մարդու ներկայության, նրա բացասական սկզբունքի, նրա բացասական վարքի մասին, միանշանակ իմացի, որ բամբասում ես, որտեղ դու կարծիք ես ձևավորում։ Այդ ում հետ որ խոսում ես, այն անձի մասին, ում մասին որ խոսում ես, դու նրա մասին կարծիք ես ձևավորում։ Եվ վատա որ նա համաձայնություն է տալի քեզ եւ լսում է։ Եթե նա հոգեվոր լինի, պիտի ասի եղբայր հոп կանգնի, բան ունես ասելու, արի գնանք այդ անձի մոտ եւ երկուսով այդ անձին ասենք։ Այսինքն մի լսեք, նույնիսկ բամբասանք լսողը կարա առիթ տա, որպեսզի երկուսով էլ ընկնեք մեղքի մեջ։ Տեսեք, սա ինչի, որտեվ քո անձի արժեքը։ Դու երբ որ որևէ մեկի մասին խոսում ես նրա վատը, ուշադիր եղի ինչ մղումով ես խոսում։ Եթե դու իրականում ուզում ես այդ անձին օգտակար լինես, գնա առաջ նրա մոտ, նրան ասա եւ նրա հետ փորձի նրան օգտակար լինես հենց նրա հետ։ Մի գնա ուրիշի մոտ։ Ուրիշ բան, եթե դու նրան կասես, նա քեզ չի ընդունի, քո ասածը չի ընդունի, կհակառակվի, արի մյուսի մոտ եւ մյուսին ասա, արի աղոթենք նրա համար եւ հետո այդ մեկի հետ գնա նրա մոտ, որ նա էլ ասի, որ այսպեսի խնդիր կա։ Եվ եթե չհամաձայնվի, սա արդեն դիսցիպլինա, Մատթեոս 18-րդ գլուխը։ Բայց այստեղ կարևորը դուք այդ անձի շինություն, այդ անձի շահելն եք փնտրում, ոչ թե քո անձը բարձրացնես նրա մասին խոսալով, այլ ոնց անես, որ այդ անձին օգտակար լինես։ Դրա համար ասում եմ գնա նրա մոտ, գնա նրա մոտ։ Սա կարևոր հատկությունն է, սերնես, սա այդ խոնարհության արտահայտությունն է, որը ուղղակի Քրիստոսի մտածելակերպն է։ Քրիստոսը ոչ մի բան չէր անում իր կարևորությունը ցույց տալու համար։ Քրիստոսը անում էր ամեն բան, որտեղ նրա համար կարևոր էր դիմացի ընկածը։ Առաքյալ այս մասին մի քիչ հետո խոսալու է։ Տեսեք, Ֆիլիպեցիների համար սա մեծ խնդիր է, որտեղ Ֆիլիպեցիների դարաշրջանում այն հունական միջավայրն է, մշակույթն է, այդ մշակույթում խոնարհությունը կապված է ճորտի մտածելակերպի հետ։ Դա առաքյալն ասում է դուք այդպես մի մտածեք, որ ձեր անձը ցույց տաք, ձեր արժեքը ցույց տաք, այլ ամեն մեկը այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարի։ Ավելի լավ կարելի է սա տեսնել Ջոն Մակարտուրը այս օրինակը տալիս, ասում օրինակ տեսեք, դուք որևէ մեկի մասին որ կարծիք եք կազմում, որտեղից եք կարծիքը։ Առաջին դուք գիտեք ինքը ինչ արեց, տեսնում եք եւ ինչ ասեց։ Նրա ասելուց եւ նրա անելուց եք տեսնում, բայց դուք նրա սրտի մղումները չգիտեք։ Դուք չգիտեք նա սրտում ինչ մղումներ ունի, բայց ձեր կյանքում դուք նաեւ գիտեք ձեր արածը եւ ձեր ասածը, բայց նաեւ գիտեք ձեր սրտի մղումները։ Եվ ինչքան դուք ձեր սիրտը ճանաչում եք, ձեր անձը, այնքան չեք ուզում շատ ճանաչեք, որտեղ այնքան ձեր մեջ մաղձը տեսնում եք մեղքը։ Ուրեմն, երբ որ դուք նայում եք դիմացինին, տեսնում եք երկու ասպեկտը, նրա վարքը եւ նրա ասածը, բայց ձեր վրա տեսնում եք նաեւ ձեր սրտի պարունակությունը։ Այսինքն դուք ավելի տեսնում եք ձեր մեղավորը, քան թե դիմացինի մեղքը։ Տեսեք, օրինակ Պողոս Արաքյալը, երբ որ խոսում է ես մեղավորների գլուխն եմ, այս տեսանկյունից է խոսում։ Պողոսը կեղծ խոնարհություն չի անում, որ ասում է ես մեղավորների գլուխն եմ։ Մենք գիտենք ինքը ինչքան հաջողված առաքյալը, բայց ինքն ասում է ես մեղավորների գլուխն եմ, ինչի, որտեղ ինքը իրեն գիտի, ինքը ուրիշներին չգիտի, ինքը իրեն իմանալով ինքը տեսնում է ինչքան մեղավոր է ինքը։ Դա ման ինքն ասում է ես մեղավորների գլուխն եմ։ Նույն սկզբունքն է, դա ման իր համար կարևորված է դիմացինը, ոչ թե ինքը։ Ուրեմն առաջի երրորդ համարից մեր սկզբունքը իրական Քրիստոսի մեջ խոնարհության բարձր կարծիք ունեցեք ոչ թե ձեր մասին, այլ ձեր դիմացինի մասին։ Սա Քրիստոսի մեջ խոնարհության առաջնային արտահայտությունն է։ Առաջի սկզբունքը բարձր կարծիք ունեցեք ուրիշների նկատմամբ, ոչ թե ձեր անձի։ Եվ երկրորդ կարևորը մի կենտրոնացեք ձեր անձի օգտի եւ շահի վրա, այլ դիմացինի օգտի եւ շահի վրա։ Այստեղ կարևոր սկզբունքը ուզում եմ տեսնենք, սա արդեն 4-րդ համարն է։ Ուրեմն առաջի համարում ոչ մի բան չլինի գրգռումով, սա արգելքն է, որ միաբանությունը արտահայտվի։
Սա արգելքն է, որ բերում է բաժանում եկեղեցուն։ Ոչ մի բան չլինի գրգռումով, էրիֆեա ձեր անձի արժեքը փնտրելով եւ դատարկ սնապարտությունով, դատարկ փառք փնտրելուց, այլ խոնարհությունով, խոնարհ մտածելակերպով, արդեն հասկանալով ով եք դուք, խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ կամ ավելի կարևոր համարե։ Ոչ եւ անմիջապես մենակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք։ Այստեղ կա թարգմանության խնդիր։ Առաքյալը երբեք չի օգտագործել այս բառը, որ դրված է միայն ձեր անձերի։ Միայն բառը ջնջեք ձեր Աստվածաշնչում, այն չկա բնագրի մեջ։ Առաքյալն ասում է ձեր անձերի բաներին մտիկ տաք, այլ ամեն մեկն իր ընկերի բաներն են։ Այստեղ ռուսերեն թարգմանել են «не заботьтесь», այդտեղ «զաբոտ» է, հոգս բառը չի սիրել։ Մտիկ տալ ավելի ճիշտ է արտահայտում, այն սկոպեո բառն է, մտիկ տալ։ Այն սկոպեո բառը դուք կարող տեսնեք տելեսկոպ, միկրոսկոպ, այն զննել է նշանակում։ Տելեսկոպ այն նշանակում է հեռուն զննել, քննել, հեռուն ուշադրությամբ տեսնել, եւ միկրոսկոպ մանրը, փոքրը, չերևացողը զննել տեսնել։ Առաքյալն օգտագործում է սկոպե, սա իրավական տերմինաբանություն է, որը դատավորը քննում, զննում է, ուշադիր մեղավորի այդ գործունեությունը, ինչ դատավճիռ կայացնի։ Առաքյալն ասում է միայն ձեր, այսինքն միայն բառը եթե ջնջենք ձեր անձերի օգուտը կամ շահը մտիկ միտվեք, ձեր անձերի կարևորությունը մի տեսեք, այլ ամեն մեկն իր ընկերի բաներին մտիկ տվեք կամ ուշադիր եղեք իր ընկերի վիճակի վրա։ Այսինքն ոչ թե ձեր օգուտը, ձեր շահը ուշադիր եղեք, ինչպես դուք մի բան ստանաք, այլ ինչ տակ է դիմացինի, նրա օգուտը տեսեք, քննեք, ինչով կարաք նրան օգտակար լինեք։ Այս մասին է խոսքը։ Այսինքն կենտրոնացեք ոչ թե ձեր վրա, այլ կենտրոնացեք դիմացին վրա, ինչը կարա ոչ թե օրինակ շատերն ասում են, Արմեն եղբայր, այսինքն ես իմ Քրիստոսի մեջ իմ ազատությունն եմ կերում։ Եթե դուք Գաղատացիս 5-րդ գլուխը նայեք առաջի համարում, Առաքյալն ասում է այն ազատությունով, որ Քրիստոսը ձեզ կանչեք, մնացեք եւ մի մտեք դարձյալ լույսի տակ, ի նկատի ունի օրենքի գործերի տակ, ծեսերի մեջ, արարողակարգի մեջ։ Բայց շատերը մտածում են, որ դե քրիստոնեական ազատությունն է, ինչ ուզեմ կանեմ, Առաքյալը արդեն Գաղատացիս արդեն այդ նույն թղթի 13-14-ում ասում է զգուշ եղեք, որ ձեր ազատությունը Քրիստոսի մեջ մարմնի ցանկության չվերածվի։ Այսինքն քրիստոնեական ազատությունը պիտի օգտագործվի սիրո օղակների մեջ, սիրո օղակներից դուրս այն կվնասի, սիրո օղակներից դուրս այն դուք ձեզ եք կարևորում, ձեր ցանկությունը, ձեր պահանջներն եք կարևորում, այն կվերածվի մարմնի ցանկության։ Ես ազատ եմ, ինչ ուզեմ կանեմ, ուզում եմ գայթակղվի, ուզում եմ չէ, թող ինքը չգայթակղվի, սա չի կարելի։ Առաքյալն ասում է, ես ամենից ազատ եմ, բայց շատ բաների մեջ ինձ սահմանափակում են, որ որևէ մեկին գայթակղություն չտամ, ոչ հրեային, ոչ Աստծո եկեղեցուն։ Տեսեք, սա կարևոր է, այսինքն այդ գայթակղություն չտալը ազատության սահմանափակումն է, այսինքն քրիստոնեական ազատություն չի նշանակում ինչ ուզես անես։ Գիտես, որ այո, կուրքը կուրք չի, ոչ մի բան, բայց գիտես, որ եղբայրդ այդ հավատքը չունի, զգուշ եղի նրա մոտ դա ուտելու, զգուշ եղի այդ վարքը նրա մոտ ցույց տալու։ Այսինքն, այստեղ պետք է զգուշ եղեք, պիտի արտահայտվի քրիստոնեական սիրո օղակներում։ Ամեն դեպքում այս երկու սկզբունքով մենակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մեկին ընկերի բաներին, սա նշանակում է թող ոչ թե կարևորվի ձեր անձը, այլ կարևորվի ձեր դիմացինը։ Տեսեք, որովհետև այս ժամանակը, որ ձեր մտածելակերպի մեջ ուղղակի գալիս է ոչ մի բան չանել, ուշադրություն դարձնել ձեր մղումներին, ոչ մի բան չանել, էրիֆեա, գրգռումով, այսինքն ձեր արժեքը փնտրելով, դուք մի հակառակվեք, քանի որ դուք պատիվ չստացաք։ Օրինակ, շատ անգամ մարդը կարող մտնի միտեղ եւ առաջնային ինքն ուզում է իրան բոլորը ընկալեն։ Հանկարծ եթե չեն ընկալում, կամ ասենք մեկին չբարևեցին, ինքը վիրավորվում է։ Ինչի ես վիրավորվում։ Ինչի, որովհետև այն ինչ որ ուզում ես ստանաս չստացար։ Այստեղ քո անձի հետ կապված, այստեղ պետք է շատ զգուշ լինենք։ Ուրիշ բան, որ դու նեղվես, որ հոգևոր տկարություն կա, սա ուրիշ հասկացություն է։ Այդ ժամանակ դու կբարևես, անդադար կբարևես, կփորձես սիրով լինես, որպեսզի նրան բերես, բայց չես վիրավորվի նրանց։ Բայց եթե վիրավորվում ես եւ դառնություն ա գալի քո կյանք այդ անձի հանդեպ, դա նշանակում է դու չստացար այն, ինչ ակնկալում ես, քեզ պատիվ չտվեցին։ Այն, ինչ ակնկալություն ունես, այդ րոպեին չստացվեց եւ ինչը որ պատճառ դառավ դրա հանդեպ դու դառնությունով կլցվես։ Սա ուղղակի ցույց է տալի, որ դուք Քրիստոսի մտածելակերպը չունեք։ Քրիստոսը խաչի վրա ասում է Տեր ների նրանց իրեն խաչողներին, իր վրա թքողներին, Տեր ների նրանց, որտեղ չգիտեն ինչ են անում, չգիտեն։ Այսինքն Քրիստոսը մտածում է նրանց տգիտության մասին, ինչպես նրանք իմանան, ոչ թե ինչ արեցին իրեն։ Տեսնում եք, սա տարբեր ընկալումներ։
Եվ հետաքրքիր է, որ մեր այս թղթում առաքյալը երկու անձի օրինակ է բերում, այդ մտածելակերպ ունեցող, եւ ինքը միջալոց ասում է, չեմ գտնում ուրիշներին։ Այսինքն բոլորի մեջ, տեսեք, երբ որ մենք մտածում ենք, օրինակ, երբ որ ինքն ասեց, որ շատերը քարոզում են հակառակությունից կամ այդ էրիֆեյ, այսինքն իրենց արժեքը փնտրելուց, որպեսզի վրա ցավ ավելացնեն, իբր թե իրանք են պատվով քարոզիչները, առաքյալի սա լսելուց հավատացյալները նամակի այդ մասում մտածում են, «Ո, ինչ չար են այս մղումները ուրիշների», բայց առաքյալը կամաց բերում է եւ ասում է, «Ուշադիր եղեք, ամեն մեկը դուք ձեր մոտ կարա դա լինի»։ Արտերամանը ինքն ասում է, ոչ մի բան մի արեք, արդեն ընդհանուր եկեղեցուն ա գրում, ոչ թե այն մի քանի հոգում, որ քարոզիչ էին, այլ արդեն ընդհանուր եկեղեցուն։ Հիմա ինքը նույնիսկ ընդհանուր եկեղեցում է ցույց տալի, որ խնդիր կա այդպիսի անձերի, որոնք այդպես մտածում են Քրիստոսի մտածելակերպով, խնդիր կա, որպեսզի այդպիսի անձ գտնենք։ Տեսեք, ինքը արդեն երկրորդ գլխի 20 համարում, վասնզի մեկը չունեն միասիրտ, ինքը 19 համարում ասում է իր եկեղեցու հանդեպ ունեցած ցավի, ասում է, ուզում եմ մարդ ուղարկեմ ձեր մոտ բանտից, որպեսզի գա, տեսնի ձեր վիճակը եւ գա ինձ ճիշտ ներկայացնի, որ ես իմանամ ինչով օգտակար եմ, ինչ սկզբունքներ ձեզ տամ, ոնց ձեզ օգտակար եմ։ Ասում եմ, այնպես էլ տեսեք։ 19, բայց հույս ունեմ Տեր Հիսուսով, որ Տիմոթեոսին շուտով ուղարկեմ ձեզ մոտ, որ սիրտս էլ հանգստանա, երբ որ ձեր վիճակը իմանամ։ Վասնզի մեկը չունեմ միասիրտ, որ մտերմաբար հոգ տանե ձեզ համար։ Ինչի, վասնզի, որովհետև ամենքը իրենց բաներն են որոնում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսինը։ Ամենքը որոնում են իրենց բաները, ամենքը կարևորում են իրենց, ոչ թե Հիսուս Քրիստոսին։ Ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսին կարևորել։ Սա նշանակում է դիմացինի շահը փնտրել։ Հիսուսն ասեց, եթե ինձ տվեցիք, նրան տվեցիք, ինձ չարեցիք, նրան չարեցիք։ Տեսեք, սա նույնն է, շատերն ասում են, Քրիստոսի համար կանեմ, բայց խաչիկի համար չէ։ Եթե դու խաչիկի համար չես անում, խաչիկը քո կյանքում կարևորված չի, Քրիստոսը կարևորված չի քո կյանքում։ Սա ուղղակի զուգահեռ է։ Առաքյալը, Հովհաննես առաքյալը ասում է, եթե քո եղբորը ատում ես, բայց ասում ես, որ Աստծուն սիրում ես, դու սուտ ես ասում։ Որտեվ եթե քո եղբորը սիրես, նոր կերպ որ դու Աստծուն սիրում ես, որտեվ քո եղբայրը նրա զավակն է։ Այսինքն սա կարևոր է։ Ուրեմն ինքը վերցնում է առաջինը Տիմոթեոսին, ասում է, չկա մեկը, ասում է, միասիրտ Տիմոթեոսի նման, որ գա եւ տեսնի ձեր վիճակը եւ ինձ ճիշտ ներկայացնի։ Ով էլ ուզում է գա, իր օգուտը փնտրելով է գալի։ Եթե հարմար չի գալի, որտեվ իր շահը չի թողում որ գա։ Շատ դժվար է Ֆիլիպեից գնալ հասնել Հռոմ էնել բանտ Քրիստոսի անվան համար, որտեվ կարային բռնեին նաեւ քեզ, բայց Տիմոթեոսը գալիս է, որտեվ ճիշտ շահը փնտրողն է, այսինքն Քրիստոսի շահն է փնտրում, ոչ թե իր անձի։ Եվ նույն մյուս անձը, ում մասին խոսում է, արդեն Եփափրոդիտոսն է, 2:25-30 նայեք։ Եփափրոդիտոսն էլ անձը, ով եկեղեցու փոխարեն, ասում է, ես կգնամ, թող ոչ մեկը չգնա, ես կգնամ, իրանց փոխարեն ես կծառայեմ Պողոսին, եւ այդ ճանապարհի ընթացքում հիվանդանում այն էլ մահուչապ։ Առաքյալն ասում է, եղբայրը մահացավ եւ ասում է, այն աստիճանի հիվանդացավ, որ պետքա մահվան շեմ եկավ։ Եվ ասում է, ինքը ցավ էր զգում, որ չկարողացավ ինձ ծառայի ձեր փոխարեն։ Ասում է, իրան ուղարկում եմ ձեզ, նրան ընդունեք որպես պատվով, որպես եղբայր ձեր փոխարեն ինձ ծառայություն մատուցանողի։ Տեսեք, տեսնում եք այդ, այսինքն երբ որ ինքը խոսում է Քրիստոսի մտածելակերպ, այս երկու անձի օրինակն է վերում։ Եվ Ջոն Փայփերը ընդհանրապես իր պատգամի մեջ ասում է, այս Եփափրոդիտոսի այս սկզբունքի մեջ ջնջվում է մեր պրագմատիկ ընկալումները 50%-ից 50% դիմացինից, 100% ասում է դիմացինից։ Եփափրոդիտոսը իր անձը մահվան մատնեց մյուսների փոխարեն Պողոսին ծառայություն մատուցանելու համար։ Սա քրիստոնեական մտածելակերպն է, սերունդս։ Ուշադիր մտածեք ձեր կյանքում, ձեր անձն է կենտրոնում, ձեր անձի շահը, դուք զննում եք ուշադիր ձեր օգուտը, ձեր հարմարավետությունը եկեղեցում, թե դիմացինի։ Եթե չէ, դա Քրիստոսից դուրս խոնարհություն է, որ դուք ցույց եք տալի։ Քրիստոսի մեջ եղած խոնարհությունը հակառակն է, դիմացինի շահն է փնտրում։ Եվ ուշադիր եղեք կարևոր մի բանի, ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք այս մասին, այն բառը, որ մենք կարդացինք, հիշում եք երկրորդ գլխին, մինակ ձեր անձերի օգուտը մի փնտրեք, շատերի համար այդ միայն բառը դառել աստվածաբանական թեզիս։ Գիտեք ինչի, որտեղ այդ միայն ձեր անձերի, այդ միայն նշանակում է նաև քո անձի, այդ միայնի մեջ դնում են 99% իրենց օգուտը, միայն 1% դնում են դիմացինի օգուտը։ Միայն ձեր, չէ որ իմ անձի օգուտն են պիտի նեմ ասում, միայն ձեր անձերինը չէ, ոչ, չկա այդ բառը ցերնես, դա դրված բառ է։ Եվ շատերը այնց այդ դրված բառն են օգտագործում խոնարհության սկզբում,
Եվ շատերը նաև նույնիսկ ես տեսել եմ, որ քարոզում են բառ, որ բնագրի մեջ չկա, այսինքն բառ են քարոզում առանց հասկանալու, որ դա թարգմանիչի կողմից դրված բառ է։ Քարոզում են կարծես Աստվածաշունչ, բայց քարոզում են թարգմանիչ, ոչ թե Աստվածաշունչ։ Սա նույնպես կա շատ զգույշ է պետք լինել։ Եվ հիմա, որպեսզի ամբողջացնենք, միակ հակադեղը, միակ հակաթույնը այս ամեն ինչի մեջ Քրիստոսի մտածելակերպն է, սենես։ Ինչն է Քրիստոսի մտածելակերպը։ Եզրափակելով ուզում եմ ասեմ, որ կա հպարտություն, որը կարա կործանի եկեղեցու միասնությունը։ Եվ որն ասել հակաթույնը Քրիստոսի մտածելակերպը։ Այսինքն, տեսեք, իրական արժանիքը Քրիստոսինն է։ Իրական գահը Քրիստոսին է, ինքը թողեց այդ գահը, իջավ նստեց գետնին։ Իրական փառքը Քրիստոսինն է, իրական բարձր կարգավիճակը, ստատուսը Քրիստոսինն է, բայց միայն ուշադիր նայեք, Քրիստոսը այս ամենը թողեց, ինչի թողեց Քրիստոսը, ում կարևորություն տալով, իրեն թե դիմացինին։ Քրիստոսը սա թողեց, որտեղ Քրիստոսի համար կարևորվեց դիմացինը, ոչ թե իր անձը։ Քրիստոսը փնտրեց դիմացինի արժեքը, ոչ թե իր։ Այսինքն լինելով Աստված հափշտակություն չհամարեց, դեպ երբ որ առաքյալը խոսում ասում է, ամեն մեկը թող այն մտածե, ինչ որ Հիսուս Քրիստոսումն է, եւ ներկայացնում է, թե ինչպես էր Քրիստոսը մտածում։ Եկեք անդրադառնանք սրան։ Երբ որ առաքյալը այս 3-4 համարներն ասում է, անմիջապես արվում, ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ Քրիստոս Հիսուսում է, այսինքն խոնարհությունը դա մտածելակերպ է, կյանքի տեսանկյուն է, ոչ թե վարք ցուցաբերված, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իրանց ունայնացրեց ծառայի կերպարանք անելով, ճորտի կերպարանքի մասին է, ճորտ բառն է այստեղ դուլոս։ Տեսեք, այսինքն սա կարևոր է, բայց նա սա թողեց, այդ արժեքը, այդ ամեն ինչ, այդ գնահատականը թողեց, որտեղ փնտրեց մեր կարևորությունը, մեզ գնահատական տալու համար։ Այսինքն ամեն անձ, որ նայում է խաչին, ըստ Պողոս առաքյալի, ոչ թե ուղղակի խաչի մասին ինֆորմացիա ունի, այլ խաչին նայելով տեսնում է Քրիստոսի մտածելակերպը։ Ինչի Քրիստոսը գնաց խաչի վրա, որտեղ կարևորվեց ինձ ու քեզ, ոչ թե իրեն։ Ինչքան կարևորեց մինչև մահ գնաց խաչ ինձ ու քեզ համար, որտեղ մենք իր կյանքում կարևորվեցինք, մենք որ ոչինչ ենք։ Դրա համար կարևորություն չենք տալի նրան, ով կարևոր է։ Նույնիսկ ինքը չգիտի, հոգևոր տկար, այլ նա պիտի կարևորվի ձեր կյանքում, ոչ թե ձեր անձը, որ դուք մի բան գիտեք։ Այս խնդիրը միշտ բերում արգելք եւ քանդում է եկեղեցին։ Ուրեմն խաչին նայելով նշանակում է ուղղակի տեսնենք ինչպես Հիսուսը ծառայեց հորը եւ այդ մտածելակերպով մենք ծառայենք եկեղեցուն։ Սա է, տեսեք, մտածելակերպի տարբերությունը Քրիստոսի եւ մեր։ Եվ ըստ սրա մենք հասկանանք ինչ խոթարություն ենք ցուցաբերում եկեղեցուն։ Քրիստոսի մեջ, թե Քրիստոսից դուրս։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։